Օրերս համացանցում տարածվեց տեղեկությունն այն մասին, որ Արցախում բառացի վերջին մեկ ամսվա ընթացքում հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի կենտրոնում գտնվող Մայր տաճարը։ Թերևս ամենամեծ եկեղեցական կառույցներից մեկը Արցախում։ Դուրը հետո հաստատվեց արբանյակային լուսանկարների միջոցով։ Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը եւ հիմնահատակ քանդումը ոչ միայն Արցախի ժողովրդի ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլև միջազգային իրավունքի եւ դատական ակտերի բացահայտ խախտում։ Այս գործողությունները կոպտորեն խախտում են հատկապես հետեւյալ միջազգային փաստաթղթերը. 1954 թվականի Հաագայի կոնվենցիան զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին եւ դրանքից արձանագրությունները, 2003 թվականի ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակագիրը մշակութային ժառանգության դիտավորյալ ոչնչացման վերաբերյալ։ Արցախում հայկական ժառանգության ոչնչացումը սիստեմատիկ է, այն պատահական պրոցես չէ, այսինքն ադրբեջանցիները մի առավոտ չեն արթնանում եւ որոշում քանդել այս կամ այն հուշարձանը, նշում են մասնագետները։ Պրոցեսը սկսվել է 2020-ի պատերազմի ավարտից անմիջապես հետո։ Մշակութային ժառանգության, հուշարձանների, եկեղեցիների շարունակական ոչնչացմամբ, ինչը եւ 20 թվականի պատերազմի ընթացքում է եղել, եւ 20 թվականից հետո առանձին դրվագներով մենք տեսնում ենք։ Սա ինչի համար է արվում, որպեսզի ամբողջությամբ այդ պատմության էջը փակվի, որևէ ապացույց չմնա, որը ցույց կտա հայերի եւ հայկականության հետ այդ հողի վրա։ Պատմական, հոգևոր եւ մշակութային խոշոր օբյեկտների ոչնչացումը Արցախում որպես կանոն հայտնաբերում են սովորական քաղաքացիները։ Պրոցեսը ավտոմատացված ռելսերի վրա դրված չէ, այսինքն եթե չլինեն ակտիվ քաղաքացիները, այս ավերածությունների մասին որևէ մեկը չի էլ իմանա։ Ընդհանուր ցանկը արվել է եւ մասնավոր ոլորտի ՀԿ-ների կողմից է ցանկ, ուղղակի պիտի որոշակի մեխանիզմերի գործադրմամբ դա կլինի նաեւ մասնավոր թե պետությունը ինքը պիտի կատարի որոշակի պարբերականությամբ արբանյակային գործիքակազմերի կիրառմամբ ստուգվի այս կամ այն կոթողը եկեղեցին տեղում մնում է թե չէ։ Ենթադրվում է, որ պետք է լինեին միջազգային տարատեսակ զսպող գործիքներ, որոնք կխոչընդոտեին Բաքվի ռեժիմի բարբարոս քաղաքականությանը։ Սակայն այս պահին նման նախաձեռնությամբ կարող է հանդես գալ Հայաստանի կառավարությունը, բայց խաղաղության օրակարգի շրջանակում կարծես հեռու է մնում այս խնդրից։ Անհապաղ դիմել Արդարադատության միջազգային դատարան գործող միջպետական գանգատի շրջանակներում նոր միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով, հիմնվելով Ստեփանակերտի Մայր տաճարի եւ Սուրբ Հակոբ եկեղեցու ոչնչացման թարմ ու ապացուցված փաստերի վրա։ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում բարձրացնել Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը որպես Արդարադատության միջազգային դատարանի հրամանների պարբերական եւ կոպիտ խախտող պետություն։ Արցախի հոգեվոր մշակութային ժառանգության անձեռնմխելիությունը դարձնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի անկյունաքարային նախապայման եւ այն ներառել միջնորդ ԱՄՆ-ի հետ երկխոսության օրակարգում։ Խաղաղության պայմանագրի շրջանակներում ցավոք սրտի մեր կառավարությունը որոշել է այդ դատական process-ներից հետ կանգնել, բայց այդ դատական process-ների շրջանակներում քնում են նաեւ նման կարևորագույն հարցեր մշակութային ժառանգության պաշտպանության հետ կապված եւ ամենակարևորը մենք ունենք մի դատական process արտադրության միջազգային դատարանում, որը այդ խտրականության հենքով process-ներին է ուղղված։ Ադրբեջանական կողմից մշակութային եւ պատմական օբյեկտների նկատմամբ վայրագությունները շարունակվելու են, կարծում են մասնագետները։ Պատճառը անպատժելիության մթնոլորտն է, ինչից այս պահին մեր հարևանը տեղը-տեղին օգտվում է։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Երդվյալատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները դարձյալ ակտիվացել են։ Թեման հայտնվել է իրավական եւ հանրային օրակարգում արդարադատության համակարգում վստահության բարձրացման, դատական գործընթացների թափանցիկության ապահովման եւ քաղաքացիների ներգրավվածության ավելացման համատեքստում։ Փաշինյանը հայտարարել էր, որ այս համակարգի ներդրումը անհրաժեշտ է, սակայն ընդգծել, թե առանց սահմանադրական փոփոխությունների դա հնարավոր չէ իրագործել։ Նրա խոսքով քննարկումների ընթացքում հաճախ հնչել է այն տեսակետը, որ փոքր երկրների պայմաններում այս ինստիտուտը չի կարող արդյունավետ գործել, քանի որ մարդիկ ճանաչում են։ Սակայն նրա խոսքով հարցական է մնում, թե ինչու այդ նույն փաստարկը չի կիրառվում իրավապահ եւ դատական համակարգի ներկայացուցիչների պարագայում։ Շատ ոլորտներում մենք մաֆիայի դեմ ենք պայքարում եւ այդ մաֆիան իր մետաստազները ունի բոլոր տեղերում։ Այդ մաֆիան իր մետաստազները ունի ազգային ժողովում, կառավարությունում, դատարաններում, դատախազությունում, քննչական մարմիններում, ոստիկանությունում, բոլոր տեղերում։
Մեզ պետք է վիրահատական ճանապարհներով լուծել այդ թվում արդարադատության հարցը։ Երդվյալ ատենակալների ինստիտուտը ենթադրում է, որ գործերի քննությանը մասնակցում են ոչ միայն դատավորները, այլ նաև ընտրված քաղաքացիներ, որոնք գնահատում են մեղադրյալի մեղավորության հարցը։ Այս մոդելը լայնորեն կիրառվում է անգլոսաքսոնական իրավական համակարգ ունեցող պետություններում ու դիտարկվում է որպես հասարակական վերահսկողության գործիք դատական իշխանության նկատմամբ։ Մասնագետները սակայն կասկածի տակ են դնում թեմայի իրական նպատակը եւ դրա գործնական արդյունավետությունը։ Ինչքան էլ գայթակղիչ լինի այն, որ ատենակալների ինստիտուտը հնարավորություն է տալիս նաև էմոցիաների վրա աշխատել, այնուամենայնիվ խնդիրները դրան զուգահեռ ստեղծվող այնքան շատ են, որ չեմ կարծում, որ այդ փորձը նախ կհաջողի, երկրորդը համոզված եմ, որ արդարացված չէ։ Ինչի հնարել նոր հեծանիվներ, եթե մենք ունենք մերը, բայց այն չենք օգտագործում այնպես, ինչպես պիտի օգտագործենք։ Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ատենակալների ընտրության ժամանակ կիրառվում են տարբեր չափանիշներ, այդ թվում որոշ դեպքերում կրթական կամ սոցիալական չափորոշիչներ։ Մասնագետները նշում են, որ որոշ իրավական համակարգերում ատենակալներից կարող են գաղտնի պահել այնպիսի տեղեկություն, ինչպիսին է օրինակ անձի կալանքի տակ գտնվելու հանգամանքը, քանի որ այն կարող է ազդել նրանց որոշումների վրա։ Բացի այդ, արձանագրվել են դեպքեր, երբ ատենակալների կայացրած վճիռները հանրային քննարկման եւ տարակարծությունների առիթ են դարձել, քանի որ որոշ որոշումներ հանրության համար խիստ անսպասելի են եղել։ Մասնագետները պնդում են, որ դա արդյունավետ ինստիտուտ չի կարող լինել։ Հայաստան դատավարությունները երկար են տևում։ Երկրորդ Հայաստանը փոքր երկիր է, ատենակալներին հավաքել անաչառ ատենակալներ, ովքեր կլինեն անաչառ միջև վերջ, դա խնդիրներ է բազմաթիվ, եւ ավելորդ ծանրաբեռնել է դատական համակարգը։ Այն արդյունավետությունը, որին կարծում են, որ այս գաղափարի աջակիցները կհասնեն, դա չի ապահովել այդ արդյունավետությունը։ Էական այն է, որ մի խումբ ոչ իրավաբաններ հավաքվել են, նրանց պետք է պահել դատարանի դահլիճում 2, 3, 4, 5 տարի, եւ նրանք ընդհանրապես պետք է ասեն մեկ բան՝ մեղավոր է թե ոչ։ Երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրման շուրջ քննարկումները դեռևս չեն տվել միանշանակ պատասխան, արդյոք այն կդառնա արդարադատության համակարգի վստահության արդյունավետ գործիք, թե նոր ռիսկեր կբերի։ Այնուամենայնիվ ակնհայտ է, որ արդարադատության համակարգի բարեփոխումների համատեքստում Երդվյալ ատենակալների ինստիտուտը շարունակում է մնալ վիճահարույց ուղղություններից մեկը։ Վերջին 1-2 շաբաթվա ընթացքում իշխանական շրջանակներում ավելի են ակտիվացել Հայաստանի մայրօրենքը փոխելու քննարկումները։ Իշխանական թևը հիմա էլ հայտարարում է, թե սահմանադրական փոփոխությունները կատարելը կարևոր է, քանի որ երկրում անարդար երևույթներ կան։ Դժգոհություն կա օրինակ դատական համակարգից։ Ինչի համար է կարևոր մեզ համար սահմանադրության, նոր սահմանադրության ընդունումը, որովհետև պետության եւ քաղաքացու հարաբերությունների մեջ մեր երկրում կա որոշակի շարունակական լարում եւ այդ լարման պատճառներից մեկն այն է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների շրջանում չկա ընկալում, որ այն իրավակարգը, որը Հայաստանի Հանրապետությունում հաստատված է իր կողմից եւ ոչ միայն չկա ընկալում, այլև չկա այդպիսի իրողություն։ Իրավագետները, սահմանադրագետները սակայն այնքան էլ համաձայն չեն, որ երկրում դատական բյուրոկրատիան սահմանադրության փոփոխությունից հետո այլևս կվերանա։ Ասենք օրինակ դատական բյուրոկրատիա, դա ամենևին սահմանադրությունից չէ, դա գալիս է օրենքներից, մշակույթից, մտածելակերպից եւ այլն, տարբեր գործոն։ Կրկնում եմ, դատական բյուրոկրատիան, դատականության ժամկետները, չեմ կարծում, որ սահմանությունը կլուծի։ Ըստ իրավաբանների, սահմանադրական փոփոխությունները Հայաստանում ավելի շատ գաղտնիության պայմաններում են իրականացվում եւ ոչ բոլոր շրջանակներն են տեղյակ ընդհանրապես ինչ փոփոխություն է լինելու։ Սահմանադրությունը փոփոխելիս առաջին հերթին իրավագետները պետք է կարծիք հայտնեն դրա վերաբերյալ եւ ոչ թե քաղաքական գործիչները։ Ոչ ոք չգիտի, թե ինչն են փոխում եւ ինչու են փոխում, բացի անորոշ ընդհանուր հայտարարություններից։ Բայց քաղաքական որոշումը կայացվել է մեծամասնության կողմից, որ սահմանությունը պետք է փոխվի, ընդ որում առանց Արցախի ինքնորոշման մասին պրեամբուլային։ Օրինակ 2025-ի սահմանադրությունն ընդունելուց առաջ հայեցակարգ հրապարակվեց եւ հանրությունը հասկացավ, թե խնդիրը որն է։ 2005-ին էլ, երբ ընդունվում էր Հայաստանի սահմանադրությունը, շատերը գիտեին, որ պատճառը Եվրախորհրդին միանալն է։ Այն ժամանակ քաղաքական առաջադրանք կար, որ այդ փոփոխությունը պետք է կատարվի, քանի որ առանց դրա հնարավոր չի լինի անդամակցությունը Եվրոպայի խորհրդին։ Հիմա մենք չգիտենք, թե ինչն է ուզում փոխել։ Մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ կամ պետական կառավարման համակարգում։ Այնպես որ ոչ մի որոշակի բան չեմ կարող ասել։ Իսկ մուսульման հայտարարություններ, որ ընչել են, որպես պատճառաբանություն, թե ինչը պետք է սահմանադրական փոխել, դրանք չեն համոզում, որպես ոլորտի մասնագետ։ Գործադիրի ղեկավարը Facebook-յան ուղիղ եթերում եւս մեկ անգամ կրկնեց. նոր սահմանադրությունը հղում անկախության հռչակագրին պետք է չներառի, փորձեց բացատրել, թե որն է դրա հիմնավորումը։ Եթե մենք այսօր
ընդունենք նոր սահմանադրություն եւ այդ սահմանադրության տեքստի մեջ նախաբանում լինի հղում անկախության հռչակագրին, դա նշանակում է, որ մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը։ Եթե մենք շարունակում ենք Ղարաբաղյան շարժումը, դա նշանակում է վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ։ Եթե վերսկսում ենք կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, այդ նշանակում է արդեն, որ խաղաղությունը հնարավոր չէ։ Շատ հաճախ նախաբանները դրանք զուտ արձանագրում են պատմական փաստ, որը չի նշանակում նորմատիվ բնույթի ուղենիշ, որ մենք հենց այսպես էլ պետք է ապրենք։ Ուստի, եթե նույնիսկ Արցախի անկախության մասին նշված է Սահմանության պրեամբուլային, կարելի է նաև դրան մոտնալ որպես ուղղակի պատմական, էպիկական, պայի տակ եղած, ասենք, պատմական փաստի ամրագրում։ Փաշինյանը անդրադարձավ նաև ընդդիմադիր դաշտում տարածված ձևակերպումներին, թե սահմանադրության փոփոխությունը պարտադրանք է Ադրբեջանի կողմից։ Փաշինյանը հակադարձում է, սահմանադրության հարցը Հայաստանի իշխանությունները չեն քննարկում որևէ արտաքին դերակատարի հետ։ Ըստ նրա, Հայաստանը ժողովրդավարական պետություն է, եւ եթե Հայաստանի քաղաքացիները որոշեն այլ կերպ, ինքը որպես Հայաստանի վարչապետ նաև քաղաքացիական պայմանագիր կուսակցության այդ որոշումը կընդունեն ի գիտություն։ Գրանցվել է 56 անդամ։ Որում ունենք, նիստը հայտարարում են բացված։ Ավականու հերթական նիստի օրակարգի նախնական տարբերակում ընդգրկված էր 51 հարց, որոնցից 13-ը տարբեր պատճառաբանություններով հանեցին, ուղարկելով լրամշակման։ Ընդդիմադիրները նկատեցին, թե վերջին 3 տարիների ընթացքում իրականացված բարեփոխումները թե ծավալով, թե բովանդակությամբ փոքր են եղել եւ չեն կատարվել այնպես, ինչպես ներկայացրել են քաղաքային իշխանությունները։ Հայկ Գրիգորյանը առաջարկեց հաշվի առնելով նախկին բարեփոխումների փորձը իրականացնել համապատասխան վերլուծություններ։ Քաղաքապետն ասաց, որ ավականու ներկայիս կազմով դժվար է իրականացնել այն փոփոխությունները, որոնք անհրաժեշտ են քաղաքին։ Բազմաթիվ խնդիրներ են ստեղծվում նաև հենց այս դահլիճում հնչող մասնավորապես մեր ընդդիմադիր գործընկերների նարատիվների հետևանքով, որովհետև դրանք գիտեք ինչ են խրախուսում, դրանք խրախուսում են անպատասխանատու վերաբերմունք, համահրանք համայնքի եւ համայնքի սեփականության նկատմամբ։ Մենք այս դահլիճում շատ դեպքերում իրական խնդիրները չենք քննարկում, մենք քննարկում ենք այն ինչ այդ պահին, օրինակ, ինչ որ մի խմբակցություն կարծում է, որ ավել ռեյտինգ իրենք ապահովի։ Դուք ունեք մեծամասնություն ավականում, ու ավականին ձեզ չի խանգարում որևէ բարեփոխում անելու։ Ստեղ իմ ասած էությունը դուք բաց թողեցիք։ Իմ ասած էությունը հետեւյալն էր, որ ձեր ցանկացած բարեփոխման մեջ փորձեք գտնել այն թերացումները, որոնք որ ակնհայտ են, դուք էլ լավ գիտեք, որոնք են։ Ընդդիմության ներկայացուցիչները նշեցին, որ հանրային տրանսպորտի վարորդների վրա վճարումների վերահսկման պարտականություն դնելով քաղաքային իշխանությունները վերադառնում են 5 գործելավոճին։ Ի պատասխան քննադատությունների Ավինյանը նշեց, որ վարորդները ստանում են բարձր աշխատավարձ եւ այն պահպանելու, ինչպես նաեւ նոր ավտոբուսները ձեռք բերելու համար անհրաժեշտ է ապահովել համապատասխան ֆինանսական մուտքեր։ Այս ամբիոնից ասում եք, դե եկեք բոյկոտենք, հիմա ասում եմ հարբած մի հատ թափ-թփուկ, ասում եմ ես բոյկոտ եմ անում, հետո էլ հարցակվում է վարորդի վրա։ Ով է մեղավոր վարորդը, որ ասում է օրինական պահանջ է ներկայացնում, ասում է եղբայր վճարի։ Դա իր պայմանագրային պարտավորությունն է, նաև նրա համար, որ ինքը ստանա բարձր աշխատավարձ։ Եվ այո, աշխարհում բոլոր տեղերում սա արվում է։ Տեղեկություն տարածվեց, որ ապրիլի 20-ի ուշ երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել հանրային տրանսպորտում, դանակահարել են երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին։ Դեպքի վայրում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է վիրահատարանում։ Դիմում եմ մեր քաղաքացիներին պնդելով, սա ձև չի, վարորդը որևէ մեղք չունի, վարորդը տեղից ժողովուրդ կատարում է շատ ծանր գործ, կատարում է եռակի ծանր գործ հաշվի առնելով խցանումները, փոսերը, ինչու պիտի այստեղի անորակ, չմտածված, հատվածային իմպուլսիվ որոշումների արդյունքում քաղաքացի եւ վարորդ իրար ծեծեն, իրար, չգիտեմ, հայհոյեն։ Վարորդին ընդեղ եք բաց դրության մեջ դնում, այդ քաղաքացիներին իրար հետ եք կռվածնում, այսինքն ուր եք ուզում հասնել։ Բա հսկիչներ ինչի համար էիք դրել, որ մտնեն տոգանեն, խիփ քաղաքացին պիտի մյուս քաղաքացու հետ կռիվ անի։ Տիգրան Ավինյանը նշեց, որ ընդդիմության ներկայացրած նարատիվների համաձայն նույնիսկ եթե ուղևորը թանկանար ընդամենը 20 դրամով, չվճարողների թիվը միևնույն է կմնար եւ դրանց դեմ պայքարը շարունակվելու է։ Ավականու հաջորդ նիստը որոշվեց գումարել մայիսի 7-ին։ Թե մայրաքաղաքում եւ թե մարզերում խցանված կոյուղատարները, դիտահորերը ու անդադար դուրս եկող կոյաջրերը ոչ մի կերպ հանգիստ չեն տալիս բնակիչներին։ Այս անգամ հակասանիտարական վիճակ է Նորք Մարաշ վարչական շրջանի Սուրեն Սաֆարյան փողոցում։
Հոտը խեղդում է։ Հեսա օրերը որ տակացավ։ Արդեն մի քանի օր է, որ կեղտաջրերի հոսքը չի դադարում։ Դրանք մի քանի փողոց են ողողել, տարածելով նաև սաստիկ գարշահոտ։ Վիոլաջուրն ասում է իմ գործողությունը չի, Թաղապետան ասում է իմը չի, մենք Գցում են իրար վրա։ ում դիմենք Շամշան ջան, չենք հասկանում։ Ինչպես Վեոլաջուր ընկերություն, այնպես էլ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ են դիմել, բայց նրանցից եւ ոչ մեկը ըստ բնակիչների խնդիրը վերացնել չի շտապում։ Հուսով են, որ գոնե քաղաքային իշխանությունը կադրերը տեսնելուց հետո կարձականքի։ Մայրաքաղաքում ապրիլի 20-ին ուղևորը դանակահարել է թիվ 8 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդին, 44-ամյա Արսենին։ Նա տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, իրավապահները պարզել են, որ վեճ է ծագել, իսկ ուղևորը եղել է ոչ սթափ վիճակում։ Մյուս բոլոր հանգամանքները պարզելու համար միջոցառումներ են ձեռնարկվել։ Ավտոբուսը այստեղ կայանված է, թիվ 8 երթուղու, որը սպասարկում է Դավիթ Հաշեն 4 թաղամասից մինչև նորքի 9-րդ զանգված։ Ապրիլի 20-ին Չարենցի փողոցում բախվել են 18-ամյա Արթուրի Բենվեն եւ 66-ամյա Գրիգորի Հոնդա Ֆիթը։ Բենվեի անվահեծաններից մեկը կոտրվել ու շպրտվել է։ Հոնդա Ֆիթի վարորդն ու 31-ամյա ուղևորը վնասվածքներով տեղափոխվել են Հրացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Նույն օրը Դավիթ Բեկ եւ ազատամարտիկներ փողոցների խաչմերուկում բախվել են 36-ամյա Արտյոմի Lexus-ը, 29-ամյա Աշոտի Toyota-ն եւ 34-ամյա Հայկի Hyundai Sonata-ն։ Մեկ հոգի տեղափոխվել Էրեբունի բժշկական կենտրոն, տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Ապրիլի 20-ին Նորհաճն Նորգեղի ճանապարհին հրդեհ է բռնկվել ընթացող Տեսլայում։ Կրակի տարածման դեմ նախ պայքարել են վարորդն ու քաղաքացիները, հետո մի քանի անգամ փրկարարծրայության Աբովյանի եւ Եղվարդի շրջփրկարարական ջոկատի շրջները մարել են կրակը։ Սակայն րոպեներ անց նորից մեքենան բռնկվել է։ Կրակն ու ծուխն էլ տեսանելի էր մի քանի 100 մետրից։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները։ Անընդհատ մարում են, մեկ էլ մի քանի րոպե անց նորից կրակը բռնկվում է։ Եմ որ ասում եմ Տեսլաները այսպես են։ Մինչև վերջին կրակը չմարվի, անընդհատ կրակի թաքնված օջախներից կրակը դուրս է գալու։ Մեկ այլ մեքենա էլ այրվել է Արտաշատի խճուղում։ Վարվող Նիվան պատկանում է Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ժորային։ Մեքենան վերածվել է մետաղեջարթոնի, մեկ հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի առաջին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները։ Ապրիլի 20-ին Երևան Մեղրի ճանապարհին 38-ամյա Մհերը Սուզուկիով դուրս է եկել երթևեկելի գոտուց եւ մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով, քարերին ու ծառերին բախվելով հայտնվել ձորում։ Վարորդը վնասվածքներով տեղափոխվել է Կապան բժշկական կենտրոն։